Նոր սիրտ։ Ես ուժեղ եմ, որովհետև հսկում եմ իմ սիրտը, որ այն փափուկ մնա և զգայուն լինի Աստծո ձայնի նկատմամբ։ Եզեկիել 36:26-ում ասում է. «Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, և վեր պիտի առնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը, և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ»։ Որպես քրիստոնյաներ մենք մշտապես փորձում ենք ունենալ փափուկ սիրտ, կամ ինչպես Աստվածաշունչն է անվանում, մարմնեղեն սիրտ։ Սա այն սիրտն է, որն աճում է կարեկցանքի, սիրո, Աստծո առաջնորդության նկատմամբ, զգայունության մեջ։ Երկինքը կառավարվում է մեր սրտում գրված սիրո ծածկագրի միջոցով։ Քարի վրա փորագրված մահացած, անկենդան կանոնները մահացած, կարծրացած սրտերի համար են։ Ազատության օրենքը ոչ թե քարեղեն կարծր սրտերի, այլ մսեղեն փափուկ սրտերի համար են։ Սակայն պետք է զգուշացնեմ, որ փափուկ սրտերն ավելի տարողունակ են թե սիրո, թե ցավի համար, քան քարեղեն սրտերը։ Եթե թույլ տանք, ցավը կարող է կարծրացնել մեր սիրտը, ու եթե չզգուշանանք, այն դանդաղ, բայց հաստատապես դուրս կմղի մեր կյանքից այն ամենը, ինչ վերաբերվում է Աստծուն։ Ծանրության և սպառված լինելու զգացողությունը դրա ախտանիշն է։ Ծանրացած սիրտը դժվարանում է ներել ուրիշներին։ Հոգնեցուցիչ է ապրել դառնացած կամ վիրավորված սրտով։ Բարի լուրն այն է, որ նույնիսկ ամենակարծր սիրտը կարող է ազատագրվել Աստծո խոսքի ճշմարտությամբ։ Ես հայտնաբերեցի ատելություն իմ սրտում նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն քրիստոնյա էի, բայց ընտրեցի թույլ չտալ, որ այն մնա իմ սրտում։ Ձեր սիրտը պահանջում է հսկողություն, որպեսզի ազատ լինի չբացահայտված հանցանքներից, զայրույթից, ատելությունից, նախանձից կամ այլ մեղքերից, որոնք հեշտությամբ ծուղակն են գցում ձեզ։ Սիրտը պահպանելու միջոցներից մեկը այն մշտապես ճշմարտության ազդեցությանը ենթարկելն է։ Սա պահանջում է աշխատանք, խոնարհություն և ազնվություն, բայց ձեր սիրտը արժանի այդ պայքարին։ Նույնիսկ հիմա ձեր մտքում կարող է բանականության պատերազմ ընթանա։ Մի կողմը հիշեցնում է ձեր ցավ պատճառած մարդկանց անունները, խնդրելով ներել և բաց թողել նրանց, մյուս կողմը պնդում է, որ նրանց հանդեպ ձեր ատելությունը կամ զայրույթը արդարացված է։ Տեղի տվեք առաջին ձայնին։ Մի կարծեք, որ կարծրացած սիրտը կպաշտպանի ձեզ, չի պաշտպանի։ Եկեք աղոթենք։ Հայր, ես խոստովանում եմ ամեն խստասրտություն։ Կոտրիր ցանկացած արտաքին պատյան քո խոսքի ապառաժով, որպեսզի հայտնվի մարմնեղեն սիրտը։ Ինձ նոր սիրտ ուտեր, վերցնելով իմ քարեղեն սիրտը։ Ամեն։